8-ամսյա դադարից հետո Շիրակ օդանավակայանը կրկին իր դռները բացեց։ Այսօր Պոբեդան կկատարի իր առաջին թռիչքը, պատասխանատուները վստահեցնում են, բավարար պահանջարկի դեպքում թռիչքների քանակը առաջիկայում կավելանա։ Ամբողջովին օդանավակայանը պատրաստ է սպասարկել ավելի մեծ քանակության շվերտներ, քան այսօր մենք նույնիսկ նախատեսում ենք։ Անհրաժեշտության դեպքում նաև մենք նախատեսել ենք ծրագիր զարգացնելու օդանավակայանը հետագայում, երբ որ չվերթները շատանան։ Գյումրու Շիրակ օդանավակայանից չվերթների մեկնարկը տրված է, օդանավակայանը լեփ-լեցուն է, բոլոր սպասելիքներն արդարացան, գրեթե բոլոր ավիատոմսերը վաճառված են, նվազագույն արժեքը նախապես տարածված հայտարարության համաձայն 7500 դրամ էր։ Цены будут разные. Будут низкие цены, будут средние, будут высокие. Если покупаете билет заранее, то всегда получите низкую цену. И пассажиры смогут получить низкую цену. Если покупать в последний момент, последние места, конечно, цена будет гораздо выше. Մինչև 50-60 000 կլինի։ Բայց հիմնականը ինձ թվում է մաքսիմում 30 000, դա միջին հիմնական մեծ տեղերի մեծ մասը կվաճառվի միջին գներով, բայց այն որ ամենացածր գներով 2-3 տեղ չի, դա հաստատ ձեզ վստահեցնում եմ, որ ավելի քան 20-30 տեղ միշտ այդ գնով կլինի։ Մոտ մեկ ամիս Շիրակ օդանավակայանի վերահսկելի եւ հատուկ վերահսկելի գոտիներում կատարվել է ծավալուն աշխատանք, կատարյալ սպասարկում ապահովելու համար։ Մեկնողների թվում միայն գյումրեցիներ չեն, տոմսերի մատչելիության պայմանավորված տարբեր մարզերից Մոսկվա մեկնելու համար այժմ նախապատվությունը կտրվի Գյումրում։ Աշխատանքային տեղ բացվա մեր ժողովրդի համար։ Էլի քանի հոգելոր աշխատի, էլի մեր ժողովուրդն է։ Մենք շատ շնորհակալ ենք, որ Երևան չգնացինք այս տիպերքին, այս վիճակին։ Շատ լավ է, այն որ հասնին Երևան, ակին ֆինանսական ծախսեր տեսին, այսինքն շատ հարմար է Շիրակի դաշտավայրի համար։ Շատ մեծ առաջընթաց է, եթե հնարավոր է, թող մշտական լինի։ Ինչպես առաջ։ Մոսկվայից ժամանած ուղևորներն էլ շտապում են կարծիք հայտնել, սպասարկումը բարձրակարգ է, գները մատչելի, Պոբեդան թռիչքային արագությամբ Գյումրիում կխթանի տուրիզմի զարգացումը։ Կդան որ թռիչքը էժան է, հարմար է, մատչելի է, ձեռնտու է, հետ կդա։ Շատ լավ է, մենակ բռնեք, թող չփախնին, ուժեղ բռնեք, լավ մատչելի, իգնատիրեք, կներն է լավ են, ամեն մարդ կրա թռնի, բռնեք, մի տոնիկ։ Հա, բայ, ես 15 օրից հետո կենում եմ։ Արտագնա աշխատանքներից։ Արտագնա աշխատանք։ Տեղտան մնանք ստեղ աշխատի։ Պատասխանատուները հիմա ծրագիր են մշակում լուծելու Գյումրիից Երևան եւ դեպի այլ մարզեր ուղևորների փոխադրումը։ Դա եւս կներառվի տոմսի արժեքի մեջ։ Մեր նկարահանող խումբը եւս մեկնում է Մոսկվա թռիչքի ժամանակ առաջացած խնդիրները, բաց թողումներն ու առավելությունները մեր տեսախցիկը կֆիքսի տեղում։ Գյումրի-Մոսկվա եւ հետադարձ Մոսկվա-Գյումրի չվերթների մասին կպատմենք առավել մանրամասն, քանի որ մենք ինքներս գտնվելու ենք օդանավում, այնպես որ մինչ դեկտեմբերի 19-ը, մինչ մեր վերադարձը։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանիսյան, այսօր։